Ուկրաինայի արևելքում շարունակվող ռազմական գործողությունները նոր զոհերի պատճառ են դարձել։ Վերջին տվյալներով ռուսական հարձակումների հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, ավելի քան 100-ը վիրավորվել Դոնբասում, Դնեպրում, Սումիում ու Զապորոժիեում։ Կիևը հայտնում է, որ հարձակումը տեղի է ունեցել կեսգիշերից ժամեր առաջ, երբ ուժի մեջ պետք է մտներ Ուկրաինայի միակողմանիորեն առաջարկած անժամկետ հրադադարը։ Մոսկվան որոշել էր հրադադար հայտարարել մայիսի 8-ից 9 հաղթանակի տոնի առթիվ։ Ի պատասխան Ուկրաինան առաջարկել էր մայիսի 5-ի լույս 6-ի գիշերից անժամկետ հրադադար, կոչ անելով Ռուսաստանին արձագանքել դրան։ Մոսկվան չէր արձագանքել։ Ռուսաստանը որևէ նշան ցույց չի տալիս, որ պատրաստվում է դադարեցնել ռազմական գործողությունները։ Հակառակը, Մոսկվան ուժեղացնում է ահաբեկչական գործողությունները։ Սա ցույց է տալիս, որ Ռուսաստանը մերժում է խաղաղությունը, եւ մայիսի 9-ին հրադադարի նրա կեղծ կոչերը որևէ կապ չունեն դիվանագիտության հետ։ Մոսկվայի հայտարարած մեկօրյա հրադադարին Կիևը դեմ է, ավելին Զելենսկին սպառնացել է ուկրաինական դրոններով մասնակցել Կարմիր հրապարակի շքերթին։ Դրան հաջորդել են ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումները Մոսկվայի ուղղությամբ։ Դրոններից մեկը Կրեմլից 7 կիլոմետր հեռու է ընկել։ Ուկրաինայի հայտարարած հրադադարից րոպեներ հետո Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտնել է, որ ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Ջանկոյ քաղաքում զոհվել է 5 խաղաղ բնակիչ։ Կիևը այս հարվածները չի մեկնաբանել։ Reuters-ն է գրել, որ չկա ապացույց, թե Ուկրաինան հարվածել է իր իսկ կողմից հայտարարած հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո։ Փոխադարձ հարվածները գրեթե միշտ ուղեկցվում են բանակցությունների մասին հայտարարություններով։ ՌԻԱ Նովոստիին Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան չի հրաժարվում երկխոսությունից, եթե գնահատում է, որ այն կարող է արդյունավետ լինել։ Մենք չենք հրաժարվել բանակցային գործընթացի, շփումների եւ հանդիպումների հայեցակարգից, որն ուղղված է մեր հայտարարած արդյունքին հասնելուն։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։